Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ ու արագ կարող եք դիտել Vkontakte-ում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Մենք արդեն Vkontakte-ում ենք։ Մարիա, ջղայնացած ես։ Պապայի հետ խոսեց, ինքը Ռաֆին չի կասկածում։ Դավիթի գործի հետ կապված հարցեր տվեցի, որ ինքը իր սեփական կարծիք ասի, բայց ինքը ոչ մեկին չի կասկածում։ Հա, ու դա շատ բնական է, որովհետև պապա չգիտի այն, ինչ որ մենք գիտենք։ Մարիա, ինչի չասեցիր։ Չեմ ուզում անիմաստ աղմուկ բարձրացնել։ Այն ժամանակ, երբ ապացույցներ չունեմ, ես դրանով Ռաֆին փրկության հնարավորություն կտամ։ Եթե Ռաֆը իմացա, որ ես իրեն եմ կասկածում, ամեն կերպ կպաշտպանվի, ու ես էլ ոչ մի բան չեմ կարողանա իմանալ։ Պապան ասեց, որ Աշոտ Հոպարն է իրեն զանգել ու ասել է շատ կարևոր բան ունի հետը խոսելու, բայց երբ պապան գնացել է, չեն հասցրել խոսել։ Ինձ թվում է, եթե Աշոտ Հոպարի դեպքը չլիներ, մենք հիմա ամեն ինչ կիմանայինք։ Մտածում ես Ռաֆի պապան իմացել է։ Չեմ մտածում, վստահ եմ։ Ուղղակի ապացույցներ չունեմ։ Լավ, մենք մի բան կմտածենք, մի բան կանենք։ Հաստատ կանենք։ Որովհետև ես թույլ չեմ տա, որ Դավիթը պատասխան տա մի բանի համար, ինչի հետ ինքը ընդհանրապես կապ չունի։ Ես ամեն ինչ անելու եմ, ամեն ինչ։ Ինչ կին պետք լինի կվճարեմ, բայց Դավիթին պետք է օգնեմ։ Ու պետք է այնպես անեմ, որ իսկական մարդասպանը հայտնվի ճաղերի ետևում։ Ինձ թվում է, թե դու ինչ-որ բան արդեն մտածել ես։ Մարիա։ Մտածել եմ, բայց իմ մտածածը շատ վտանգավոր է։ Դու հասկանում ես, չէ՞, որ հիմա շատ զգուշ պիտի լինես։ Սվետա խոստանում եմ իմ բոլոր քայլերի մասին դու տեղեկացված կլինես, բայց դու ես խոսակցության մասին ոչ մեկին չասես, լավ։ Ուր էիր։ Երբ մամ։ Որ դուրս էիր եկել, ուր էիր գնացել։ Ուղղակի չեմ կարողանում տանը մնամ։ Ես էլ ուղղակի եմ հարցնում։ Դե որ հիմա անընդհատ մենակ եմ, աչքս ճանապարհի տա։ Աբուլի հետ էիր։ Լիլիթ, մի խուսափի ինձնից, իմ հարցերից մի խուսափի։ Ես հոգ քո թշնամին չեմ։ Մամ, դու ուղղակի հարց ես տալիս, բայց լրիվ ուրիշ բան է դուրս գալիս։ Ոնց ես բլես։ Չգիտեմ, պապ, ուղեղս չի աշխատում։ Չգիտեմ ինչ անեմ, մի կողմից Դավիթն է, մյուս կողմից մամայի վիճակը։ Ես կարող եմ մամայի հետ չեմ խոսում, բայց այդ չի նշանակում, որ չեմ մտածում ու չեմ անհանգստանում իր մասին։ Ես հասկանում եմ, որ իրեն շատ լուրջ բուժում է պետք։ Պապը նաև հասկանում եմ, որ եթե ես իր հետ խոսեմ, եթե ես իրեն խնդրեմ բուժումը սկսի, ինքը իմ խոսքը չի մերժի, իմ խնդրանքը չի մերժի։ Բայց չեմ կարողանում ինձ ստիպել։ Ստիպել հետը խոսել, հետը հանդիպել չեմ կարողանում։ Ու ինձ թվում է ես սենց կխելագարվեմ։
Ես հիմա երկու քարի արանքն եմ ընկել ու չգիտեմ ինչ անեմ, չգիտեմ ճիշտը որն է։ Ճիշտը այն է։ Ոնց սիրտը տա թելադրում տենցել արա։ Չէ, բաբ։ Ախր միշտ չի, որ ճիշտը մեկն է ու վերջ։ Արի նոնայի մասին չմոռանանք։ Նոնան մամայիս է մեղադրում իր բոլոր դժբախտությունների մեջ։ Ու ես չեմ կարող ասել, որ ինքը սխալվում է։ Բայց եթե ես մորս հետ շփումը վերսկսեմ, այդ նույնն է, ինչ որ նոնային դավաճանան։ Բալես ես կյանքը այնքան կարճ է, որ պետք չի ընկնել այդ մանրուքների հետևից։ Ես հասկանում եմ քեզ։ Ես մտնում եմ դրությանդ մեջ։ Բայց դու էլ հասկացի, ժամանակը չի սպասելու քեզ։ Ժամանակը գնում է, հասնում ու գնում է։ Իսկ դու այսօր ունես հնարավորություն, որը կարող է վաղը էլ չունենաս։ Ես շատ եմ ուզում, որ դու Օֆայի հետ հանդիպես։ Թեկուզ մի կարճ ժամանակով։ Չեմ ասում երկար ժամերով նստեք խոսեք։ Մի կարճ ժամանակով հանդիպես հետո այդ քո կյանքում էլ մի բան կփոխի։ Օֆայի կյանքում էլ ինչ-որ բան կփոխի։ Օֆան զարթում է քո մասին մտածելով։ Օֆան քնում է քո մասին մտածելով։ Միթե չի կարելի այդ աղջկան շանս տալ։ Կարելի է։ Կարելի է շանս տալ մի մարդու, ով իրոք ի սրտե զղջում է իր արածների համար։ Այս կյանքում ոչ մեկս էլ ապահովագրված չենք սխալներից։ Բոլորս էլ մարդ ենք, բոլորս էլ կարող ենք սխալվել, ու ոչ մեկը չի կարող մեղադրել դիմացինին դրա համար։ Մենք կարող ենք սխալվել, ու այդ նորմալ է։ Բայց մայրդ ամբողջ իր հոգով ու սրտով ուզում է ուղղի իր սխալը։ Միթե արժանի չի մեկ շանսի։ Իսկ ես զգում եմ, Մարիա, որ Օֆան ուզում է, ձգտում է, շատ է ուզում, ուղղի իր սխալը։ Ես չեմ ասում, որ դու պետք է ամեն ինչ մոռանաս, չէ, ես ուղղակի ասում եմ մի փակի դուռը, բաց թող, լսի, զգա, ինչ է ներսում կատարվում։ Միգուցե նենց բան է կատարվում, որ արժի լսես, որ ինքդ էլ չես մտածում։ Լավ մտածի բալես։ Բաբ։ Թող խոսեմ։ Ես էլ եմ զայրացած եղել Օֆայի վրա։ Ինքն է մեղավոր եղել, որ ես կորցրել եմ իմ երախուն։ Բայց ես հիմա փորձում եմ հետը խոսել, շփվել, հայ իհարկե շատ զգուշ, օտարի նման, որ չնեղացնեմ, որովհետև չգիտենք, ինչքան կտևի, երբ կավարտվի, կամ երբ կլինի մեր վերջին խոսակցությունը։ Մարդը իրավունք չունի չներելու։ Մենք դատավոր չենք։ Ոչ մեկ իրավունք չունի չներելու։ Գոնե մի անգամ պետք է ներես։ Ու վերջում մի բան էլ բալես։ Որևէ մեկին դավաճանելու մասին մտածելուց առաջ մտածի, որ ինքդ քեզ չդավաճանես։ Այդ շատ վատ բան է։ Այդ ամենավատ բանն է։ Մտածի ասածներիս մասին։ Մամ, ինչ ես ուզում իմանալ, կոնկրետ ասա։
Ռուբենը շատ է հարցեր տալիս։ Աշոտը պետք է Ռուբենին բան հարցներ։ Ու քեզ ընդհանրապես հարցեր չեն տալիս։ Մենք թաքցնելու բան ունենք։ Լիլիթ, Մամ, ես չգիտեմ ինչ պետք է թաքցնեմ։ Այն որ Ռաֆը մեքենա կոտրել էր, որ papan իմացել էր ու դրա համար էր գնացել, դա վաղուց է եղել ու էլ օգուտ չի տա ոչ մեկին։ Մենք ուրիշ բան ունենք թաքցնելու։ դու դրա մասին էլ մի խոսի։ Մամ, այդ ամեն ինչը արդեն անցած թեմա է։ Չեմ հասկանում, ինչի ես անհանգստանում։ Դու մի խոսի այդ թեմաներից։ Կլինի։ Կլինի։ Մամ, դու ինչպես միշտ սխալ բաների համար ես անհանգստանում։ Շատ սխալ։ Ես գնում եմ քնեմ։ Բարի գիշեր։ Մամ, ուզում էի քեզ բարի գիշեր ասել, չեմ խանգարում։ Բարի գիշեր։ Էսպես չէ, մամ, ուզում էի խոսենք։ Ես ուզում եմ մենակ մնամ, կներես։ Ոնց ես։ Ալո, Լիլիթ ջան, բարև բարես, զբաղված ես։ չէ Ռուբեն հոբար։ Ես մի ժամից ընդմիջման եմ, կուզեի հանդիպենք, ճաշենք միասին։ Կգաս։ Կգամ։ Ում հետ էիր խոսում։ Աբուլի մամ։ Պիտի հանդիպեք։ Հա։ Լիլիթ, որ երեք խոսում էինք։ Մամ, ես ոչ մեկի ոչ մի բան չեմ ասելու։ Դա էլ նշանակություն չունի։ Չասեցիր ոնց ես։ Լավ եմ բալես։ Ես շատ լավ եմ։ Դու ոնց ես։ Լավ եմ, բայց չեմ ուզում խաբես։ Ուզում եմ անկեղծ խոսենք։ Ես գիտեմ քո հիվանդության մասին։ Ու գիտեմ, որ այն դեղերը, որ խմում ես, ժամանակավոր են օգնում, իսկ այդ բուժում չի։
քեզ բուժում է պետք։ Իսկ այդ բուժումը ուշացնելը մենակ վնաս է տալիս քեզ։ Քո այս վատանալը, հիվանդանոցում հայտնվելը մենակ դրա արդյունքն է։ Ես չեմ հասկանում, ինչի չես ուզում վիրահատվել։ Բալես, արի այսօր չխոսենք, հա, սրա մասին։ Ես ուզում եմ հասցնեմ քեզ հետ շփվել։ Բայց ինչի։ Հիմա կարևորը էդ է։ Ես ուզում եմ հասկանամ, ինչի ես դու հրաժարվում բուժումից։ Ինչի ես դու քեզ տանջում։ Մար, ես պատրաստ չեմ։ Անկեղծ ասած ոչ էլ ուզում եմ։ Ինչի։ Որովհետև ես Մար, լսի։ Ես ուզում եմ, որ ոչ թե մենք այսօր իմ հիվանդությունից խոսենք, այլ ես ուզում եմ քեզնից խոսենք, կլինի։ Ես ուզում եմ դու խոսես, պատմես։ Ես գիտեմ, որ Դավիթին բռնել են ու գիտեմ, թե ինչի։ Ես շատ անհանգստացած եմ քեզ համար ու ուզում եմ այսօր մենակ քո մասին խոսենք։ Ուզում եմ պատմես ինձ, ուզում եմ հասկանամ, կկարողանամ քեզ օգնել։ Կխոսես հետս, Մար, եթե վստահում ես։ Մարիան աշխատանքի է։ Դե ժամին օր պետք է լինի, աշխատանքի կլինի էլի։ Ինձ թվաց առավոտյան խոսացել եք իրար հետ ու քեզ ինչ-որ բան է ասել։ Չէ, բայց ինչ-որ բան է եղել։ Չէ։ Չեմ խափի։ Ինձ համար հիմա շատ դժվար է իմ կյանքի մասին քեզ հետ խոսել։ Առավել եւս անձնականիս մասին։ Բայց այդ նրանից չի, որ չեմ վստահում, այլ նրանից է, որ անսովոր է, որ չգիտեմ ոնց խոսեմ։ Ինքան վաղուց չի եղել։ Ավելի ճիշտ երբեք էլ չի եղել։ Բալես, ես շատ լավ գիտեմ իմ բաց թողումները քո կյանքում։ Բայց ես ուզում եմ գոնե հիմա կարողանամ քեզ օգնեմ։ Աջակցեմ քեզ։ Ես ուզում եմ, որ դու խոսես ինձ հետ։ Կիսվես։ Ես չեմ ուզում քեզ ասել, որ երազում եմ, որ գոնե մի օր կարողանամ քեզ մայրություն անեմ։ Այդ կնշանակի, որ ես իմ մասին եմ խոսում։ Բայց հիմա ամենակարևորը դու ես։ Ես ուզում եմ քո մասին խոսենք։ Ես ուզում եմ քո խնդիրների մասին իմանամ։ Դավիթին սպանության մեջ են մեղադրում։ Բայց մենք բոլորս վստահ ենք, որ ինքը այդ ամենի հետ ընդհանրապես կապ չունի։ Կամ դա թյուրիմացություն է, կամ էլ։ Կամ էլ ինչ։ Կամ էլ հատուկ կազմակերպած հանցագործություն Դավիթի դեմ։ Մի րոպե։ Արի հասկանանք։ Ես ամեն ինչից տեղյակ եմ, Ռուբենն ինձ պատմել է։ Դե ես գիտեմ Դավիթին ինչի համար են բռնել։ Գիտեմ ինչ ապացույցներ ունեն իր դեմ։ Բայց քո խոսքից ուրիշ բան եմ հասկանում։ Դու ինչ-որ բան ես կասկածում, Մար։ Մար։ Չեմ ուզում այդ մասին խոսել, որովհետև ապացույցներ չունեմ։ Այսինքն մտածում ես, որ եթե ինձ ինչ-որ բան ասես, հետո ուրիշին կպատմեմ։ Չէ, ուղղակի Ուղղակի չես վստահում։
Հասկացա քեզ։ Ես խոստացել էի, որ եթե չուզես, էլ չենք շարունակի, ես ուղղակի կլռեմ։ Բայց մի կարևոր բան կա, որ ուզում եմ անպայման իմանաս, Մար։ Ես ամեն ինչով քեզ կօգնեմ։ Ես ամեն վայրկյան քո կողքը կլինեմ։ Մար, ես քեզ համար ամեն ինչի պատրաստ եմ։ Ես Ռաֆին եմ կասկածում։ Չէի ուզում բարձրաձայնել, որովհետև ապացույցներ չունեմ։ Ու եթե այս ամենը Ռաֆին հասնի, ինքը շատ հեշտությամբ կարող է իրան ապահովագրել։ Իսկ ես այդ շանսը իրեն չեմ ուզում տալ։ Ինձ մի բան ասա։ Ինչից հետո ես սկսել կասկածել։ Երբ Լիլիթի հետ խոսեցի։ Ու իմացա, որ Արտակի մեքենան Ռաֆն է վնասել։ Եթե տեղյակ ես ամեն ինչից, ուրեմն էդ էլ գիտես, որ այդ գործում էլ էին Դավիթին մեղադրում։ Այսինքն դու ուզում ես ասես, որ Ռաֆն ու այդ Արտակը իրար հետ ինչ-որ կապ են ունեցել։ Հա։ Բայց էլի եմ ասում, ապացույցներ չունեմ։ Ու չգիտեմ էլ ոնց եմ գտնելու։ Իսկ այդ Արտակի կինը։ Չէ։ Փորձել եմ հետը խոսել, բայց ինձ չի վստահում, չի ստացվի ոչ մի բան իր հետ։ Ինքը մենակ Դավիթին է մեղադրում։ Չէ, այդպես չի լինի։ Մենք պիտի մի բան մտածենք, պիտի օգնենք այդ տղային։ Բայց ինչ։ Ես չգիտեմ ոնց եմ ապացույցներ գտնելու, ոնց եմ Ռաֆից ինչ-որ բան իմանալու։ Լիլիթն էլ ոչ մի բանից տեղյակ չի։ Իսկ Ռաֆը բոլորից գաղտնի է պահում իր բոլոր քայլերը, ոչ մեկի հետ չի կիսվում։ Հասկանում ես, չէ, որ անհնար է ինչ-որ բան իմանամ։ Ինքան անզոր եմ ինձ զգում։ Չէ։ Դու իրավունք չունես։ Այն ժամանակ, երբ որ ամենաշատը Դավիթը քո կարիքն ունի, դու իրավունք չունես թևաթափվելու։ Բա ինչ անեմ։ Չես ուզում Ռուբենին ասենք։ Չէ, չեմ ուզում պապան իմանա։ Արդեն փորձել եմ հետը խոսել, բայց ինքը ընդհանրապես Ռաֆին չի կասկածում։ Ու վստահ եմ, եթե իրեն ասեմ կբարկանա։ Որովհետև չի սիրում, երբ մարդկանց մեղադրում են առանց ապացույցների։ Ու չեմ էլ ուզում, որ Ռաֆը այս ամենի մասին իմանա։ Խնդրում եմ պապային ոչ մի բան չասես։ Եթե Ռաֆը իմացավ, ես էլ ոչ մի բան չեմ կարողանա անել։ Չեմ ասի։ Բայց պիտի մտածենք ինչ անենք։ Մենք պիտի իմանանք, չէ, այն ինչ որ Ռաֆը մտածել է։ Ես մի բան եմ մտածել, բայց վախենում եմ։ Ինչ։ Ասա, քննարկենք, հասկանանք։ Ես պետքա Ռաֆի հետ շփումս վերականգնեմ, պետքա իր կողքին լինեմ ու փորձեմ ինչ-որ բաներ իմանալ։ Պետքա այնպես անեմ, որ ինքը խոստովանի կամ գոնե ինչ-որ միտեղ իրեն մատնի։ Բայց ես վախենում եմ, չգիտեմ այդ ոնց կավարտվի։ Ես էլ եմ վախենում։ Բայց երևի միակ ճիշտ լուծումը սա է։ Հա։ Նորից եմ ասում, ես էլ եմ վախենում, Մարիա։ Բայց
Մենք ուրիշ տարբերակ չունենք։ Մար, նայ։ Ես չեմ ասի։ Ռուբենը ոչինչ չի իմանա։ Բայց դու պետք է ինձ խոստանաս, որ ինձ հետ կապի ես լինելու։ Ես պիտի տեղյակ լինեմ քո բոլոր քայլերից, որ ես իմանամ որ պահին, որ ժամանակ կկարողանամ քեզ հասնել օգնության։ Խոստացի։ Մար, խոստացի։ Խոստանում եմ։ Այնքան ուրախ եմ, որ հանդիպեցինք։ Հիմա որ քո հետ շփվում եմ, իմ մոտ նես տպավորությունը, որ պապայից հետ եմ խոսում։ Ու ես ուրախ եմ, որ դու կաս կողքիս ես։ Ու միշտ լինելու եմ, Լիլիթ ջան։ Այնքան ինչքան որ քեզ պետք է։ Հիշի։ Գիտեմ, Ռուբեն հոբար, ու դրա համար էլ քեզ շատ եմ սիրում։ Աբուլի հետ շփվում ես, չէ՞։ Նորմալ է ամեն ինչ։ Հա, ինքն էլ քո պես միշտ կողքիս է։ Նույնիսկ եթե բարկացած լինի, նույնիսկ եթե տրամադրություն չունենամ, միևնույն է, միշտ կողքիս է։ Կներես, որ ասում եմ, բայց ինչ-որ բան էիր, չէ՞ ուզում ինձ հարցնել։ Սվետա, ես քո հետ խոսելու շատ կարևոր բան ունեմ, բայց այս խոսակցության մասին պետք է ոչ ոք չիմանա։ Ես ոնց որ թե գիտեմ, թե ինչա պետք անել Ռաֆի հետ կապված։ Ու ինչ ենք անելու։ Ես պետք է Ռաֆի հետ իմ շփումը վերականգնեմ, պետք է հետը կապի մեջ լինեմ, որ իմանամ, թե ինչ էր ուզում անել։ Բայց ուզում եմ այդ ամենի մասին գոնե դու տեղյակ լինես, որ եթե օգնության կարիք ունենամ, իմանամ ում դիմել։ Մարիա, շատ վտանգավոր բան ես մտածել։ Իսկ եթե Ռաֆը հասկանա, որ ինչ-որ մտադրություններ ունես, ու հատուկ ես իր հետ շփվում։ Չի հասկանա, որովհետև ես իր հետ ընդամենը ընկերական կապ եմ պահելու։ Ճիշտ է, դժվար կլինի, բայց ոչ անհնար։ Չգիտեմ, բայց այս ամեն ինչը հեչ դուրս չի գալիս։ Ռաֆի հետ խաղի մեջ մտնելը դա շատ վտանգավոր է։ Իսկ ինձ դուր չի գալիս այն փաստը, որ Ռաֆի պատճառով Դավիթը կարճաղերի հետևում հայտնվի։ Ինձ համար այդ ավելի վախենալու ու ավելի վտանգավոր է։ Իսկ ավելի ճիշտ չի լինի մեր կասկածների մասին ասես պապայիդ։ Չէ, Սվետա, ես արդեն քեզ ասել եմ, որ պապան Ռաֆին չի կասկածում։ Ու եթե ես բոլորի մոտ խոստովանեմ, որ ես Ռաֆին եմ կասկածում, այս փոքրիկ շանսն էլ կկորցնեմ Դավիթին օգնելու։ Լավ, Մարիա, ես ինչ պետք է անեմ։ Ինձնից ինչ է հասնում։ Դեռ ոչ մի բան։ Ուղղակի ինձ հետ կապի մեջ մնա։ Ես քեզ ամեն ինչ կբացատրեմ ու կասեմ ուր եմ գնում, ինչ եմ անում։ Բայց լավ կլինի, որ դու տեղյակ լինես։ Ես չգիտեմ, թե այս գործը ոնց կընթանա։ Վախեցնում ես։ Ես պետքա դուրս գամ։ Լավ, զգուշ կլինես։ Դու հիշում ես, չէ՞, որ այս խոսակցության մասին ոչ ոք չպետք է իմանա։ Ես չեմ ուզում քեզ հարցը քննել։ Ես չեմ ուզում, որ դու քեզ վատը զգաս։ Չէ, Ռուբեն հոբար, ես երբեք այդպես չեմ մտածի քո մասին։ Իմ համար ուղղակի հոգու պարտք է անել ամեն ինչ հորդ փոխարեն։ Ես չգիտեմ, միգուցե Աշոտը կան բաներ, որ չի հասցրել անել քո համար։ Ես ուզում եմ դա անել։ Դրա համար էլ հարց ունեմ քեզ տալու։ Հա, ասա։ Աշոտը ինձ ինչ-որ բան ուներ ասելու։ Ես մտածում եմ, որ շատ կարևոր բան ուներ ասելու։ Չգիտեմ, միգուցե խնդրանք։ Միգուցե բան պետք է խնդրել, որ ես անեի։ Հենց էլ չհասցրեցի իմանամ։ Կարող է դու իմանաս ինչի մասին է խոսքը։ Չէ, պատկերացում էլ չունեմ։ Մտածի Լիլիթ։ Խնդրում եմ։ Կարող է հիշես։
Ալո, Ռաֆ, բարև, ոնց ես։ զանգել ես իմանաս ոնց եմ, թե ինչ-որ կոնկրետ բան կա։ Ինչ ենթադրություն անեմ զանգիցդ։ Ոչ մի ենթադրություն պետք չի որ անես։ Ոչ մի վատ ենթադրություն պետք չի անես։ Լուրջ ես ասում։ Այդ ինչի քեզնից հնարավոր է ինչ-որ լավ բան սպասել։ Ռաֆ, ես գիտեմ, որ դու ին վրա բարկացած ես։ Հնարավոր է նույնիսկ ատում ես ինձ, բայց ես ուզում եմ հանդիպենք ու խոսենք։ Ինչ։ Հա, Ռաֆ։ Ուզում եմ հիշենք մեր մանկությունն ու հարազատությունը, չեմ ուզում թշնամանանք։ Գիտեմ, որ զարմացած ես ու չես հասկանում, բայց խոստանում եմ, որ երբ հանդիպենք ամեն ինչ քեզ մանրամասն կբացատրեմ։ Ես ուզում եմ Աշոտ Հոպարի հիշատակը վառ պահեմ ու քո դժվար պահին կողքիդ լինեմ։ Ասա ուր կամ։ Ես մեր տան մոտի այգում եմ, եթե կգաս կսպասեմ։ Սպասի։ Ես իսկապես չգիտեմ ինչա ուզել ասի։ Եթե իմանայի, կասեի հաստատ։ Ինչի պետքա չասեի։ Բարև։ Շնորհակալ եմ, որ եկար։ Զանգիցդ ու ասացներիցդ շատ զարմացա, դրա համար էլ չէի կարա չգայի։ Բայց չեմ հասկանում, թե ինչի հենց հիմա դու հիշեցիր մեր մանկության ու բարեկամության մասին։ Ես մինչև հիմա քո թշնամին եմ եղել, հատ ինչ փոխվեց։ Ես քո բոլոր հարցերին կպատասխանեմ, մենակ խնդրում եմ։ Ինչ խոսենք ու ինչ ասենք, վեճ չդարձնես։ Շատ տարօրինակ ես քեզ պահում, Մարիա։ Իմ պահվածքի մեջ ոչ մի տարօրինակություն չկա։ Ուղղակի սովոր ենք իրար թշնամաբար վերաբերվել։ Ու ես համարձակություն գտա այդ ամենը անիմաստ համարել։ Մենք միասին ենք մեծացել։ Միասին շատ դժվարությունների միջով ենք անցել։ Ու ես չեմ կարող այս ամենը ընդունել, չեմ կարողանում քեզ թշնամաբար ընդունել։ Արի մի պահ ուղղակի մոռանանք, որ նշանված ենք եղել, որ սիրել ենք իրար։ Արի հիշենք այն ամենը, ինչ որ եղել է դրանից առաջ։ Այն պարզ ու մաքուր ընկերությունը։ Անհնար է այդ ամենը հետ բերելը, չեմ հասկանում։ Դրա փոխարեն ավելի հեշտ է իրար կյանք փչացնել ու իրար ատելը։ Մարիա, ես ամեն ինչ շատ լավ հիշում եմ։ Բայց չեմ հասկանում, թե ինչի հենց հիմա դու սկսեցիր դրա մասին խոսել։ Այդ հարցը սոթում մնաց։ Որովհետև գիտեմ, որ կյանքումդ դժվար շրջան է։ Որովհետև ծնող կորցնելը շատ դժվար բան է։ Ու ես ասել եմ, որ հասկանում եմ քեզ, ու ասել եմ նաև, թե ինչի, չէ։ Ասել ես։ Ես ուզում եմ այս դժվար պահին քո կողքին լինել։ Ուզում եմ քեզ օգնել, որովհետև գիտեմ, որ տուն չես գնում, որ մամայիդ հետ հարաբերությունները շատ վատ վիճակում են, ու այդ նշանակում է, որ այն ինչ դու զգում ես ու այն ինչ որ ապրում ես, մեջդ ես պահում։ Ուզում եմ կողքիդ լինեմ ու ուզում եմ, որ դու քեզ չկորցնես։ Դու զգում ես զարմանքս։ Զգում եմ, նաև հասկանում եմ։ Դու երևի մտածում էիր, որ իմ վերջին արածից հետո պետքա քեզնից խուսափեի ու վախենայի, իսկ հիմա եկել քեզ բարեկամություն եմ առաջարկում։ Հա, չեմ թաքցնի։ Հենց տենց էլ մտածում էի։ Ու ես պատրաստ էի այդ ամեն ինչի համար քեզ։ Ես հասկանում եմ, որ սխալ եմ եղել։ Ընդունում եմ սխալս, պետք է այդպես քո հետ չվարվեի, կներես։ Կներես։ Կներես ու վերջ, հա, Մարիա։ Քեզ թվում է այդ կներեսովդ ամեն ինչ անցնելու է, ես քեզ ներելու եմ ու մոռանալու եմ։ Ես հիմա չեմ ուզում խորանալ այս թեմայի մեջ, որովհետև նոր եմ հորս հողին հանձնել։ Բայց ես սա երբեք չեմ մոռանալու, Մարիա։
Ու քեզ երբեք չեմ ներելու այս ամեն ինչի համար։ Դու իմ կյանքը փչացրել ես։ Դու այդ լակոտի հետ փախար ու ինձ ծաղրի առարկա դարձրիր։ Հիմա ես նույնիսկ այս ամեն ինչից հետո չգիտեմ իմ ապրածը կյանք ա եղել թե ինչ։ Դու իմ կյանքը փչացրել ես ու դրանից հետո գնացել ու երջանիկ ապրում ես, չէ՞։ Երանի չէր երջանիկ ապրեի։ Իմ կյանքն էլ է քաոս։ Ես էլ քո պես չեմ հասկանում, այս կյանքա թե անեծք։ Ես երջանիկ օր 8 տարեկանից են կողմ չեմ տեսել։ Ես էլ շատ կուզեի տեսնեի այդ իդեալական կյանքը ու վայելեի այն։ Բայց Դավիթին են բռնել ու սպանության համար են մեղադրում։ Ես հասկանում եմ, որ քո վրա ազդում է, երբ ես Դավիթի անունն եմ տալիս, բայց ուզում եմ հասկանաս, որ իմ կյանքն էլ իդեալական չի։ Մամ, քեզ մի հատ բան եմ ուզում ասեմ։ Արտակին են սպանել։ Ու սպանության մեջ Դավիթին են մեղադրում։ Ինչ-որ ապացույցներ են գտել, ձայնագրություն են գտել, որտեղ Դավիթը Արտակին սպառնում է։ Չնայած դրան ես չեմ հավատում, որ Դավիթն է այդ ամենի հետևում կանգնած։ Դու քո դժբախտ կյանքի մեջ ինձ ես մեղադրում։ Այդպես ավելի հեշտ է, չէ՞։ Երբ կա ինչ-որ մեկը, ում կարող ես մեղադրել, ում վրա կարող ես մեղքը գցել։ Իսկ ես ինչ անեմ։ Ում մեղադրեմ Արտակի սպանության մեջ, որ իմ համար էլ թեթև լինի։ Արի այս թեման փակենք։ Ինձ քո Դավիթը ընդհանրապես չի հետաքրքրում։ Ես հենց սկզբից ասեցի կներես, որ Դավիթի թեման բացում եմ։ Գիտեմ, որ քեզ համար տհաճ է, բայց քեզ բացատրելու ուրիշ տարբերակ չկա։ Վերջացրու Մարի արի գնանք։ Ռաֆ, ուզում եմ չհատենք իրար։ Ուզում եմ պատվով պահենք մեր ծնողների ընկերությունը։ Ինչքան էլ դժվար լինի, ինչքան էլ ատես ինձ, ուզում եմ, որ մտածես ես ասածներիս մասին։ Մենք երկուսս էլ այս պահին շատ դժբախտ ենք։ Բայց մենք կարող ենք այս ամենը պատվով հաղթահարել։ Եթե երկուսս միասին այդ քայլը անենք, հետո չենք նախանձի միմյանց երջանկությանը։ Ու այս ամենը հետո կհիշենք լացով թե ժպիտով, այդ արդեն մեզնից է կախված։ Ես չգիտեմ, կարող եմ օգնել Դավիթին, թե չէ։ Դու էլ չգիտես, կարող ես ինձ ներել ու չատել։ Բայց վստահ եմ, որ այս խոսակցությունը երկուսիս աչքերն էլ լայն բացելու են։ Ու շատ բան են փոխելու մեր կյանքում։ Գիտես, չէ՞ որ Արտակի մասին եմ խոսում։ Դու այդ գործից տեղյակ էիր։ Այս ինչ թեմա ես բացել, հա։ Ես ընդամենը քեզ իրականությունն եմ ներկայացնում։ Չեմ ուզում մտածես, որ կյանքս իդեալական է, որովհետև այդպես չի։ Իսկ ինչի է ինձ թվում, որ դու ինչ-որ բան հատուկ ես անում։ Ինչն եմ հատուկ անում, կասես։ Չգիտեմ, դու պիտի ասես։ 2 օր առաջ հետս մուկ ու կատու էիր խաղում։ Փախնում էիր, չէիր ուզում երևայր իմ աչքին։ Այս ինչ փոխվեց։